Այս կուսակցության գնահատմամբ անհավասար մրցակցային պայմանները, վարչական եւ ֆինանսական ազդեցությունը, ինչպես նաեւ տեղեկատվական եւ արտաքին գործոնները կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի սահմանադրական լեգիտիմությունը։ Ամբողջությամբ համաձայն եմ եւ այս մասին շատ վաղուց եմ խոսել, ցավում եմ իհարկե, որ բազմաթիվ կուսակցություններ այս խնդիրների մասին չեն խոսել 5 տարի շարունակ։ Չեմ ուզում հատուկ մեղադրել հանուն հանրապետության, եթե եղածների մեջ խոսող է եղել, այս կուսակցությունն է եղել նշված խնդիրների մասին մինչև ընտրությունները, բայց բոլորովին դրություն այլ կլիներ, որ ժողովրդավարության ջատագով քաղաքական ուժերը իսկապես վճռական, ազդեցիկ, հետևողական եւ համառ, վճռական, հետևողական, համառ, արդյունքում ազդեցիկ պայքար մղեին, որպիսի ընտրություններում մասնակցեին միայն մաքուր ծագման քաղաքական ուժերը, մաքուր քաղաքական ծագման ու գաղափարահեն, գաղափարներով առաջնորդվող քաղաքական ուժերը, մաքուր ֆինանսներով, փողերով։ Այդ փողերը հսկայական ազդեցություն են ունեցել եւ շարունակում են ունենալ քաղաքացիների տրամադրությունների վրա։ Սկսած նրանից, որ բազմաթիվ գրասենյակներ, բազմաթիվ աշխատողներով, նույնիսկ գրանցված աշխատողներով, եկամտահարկ, քարոզչական ռեսուրսներ, ոչ միայն քարոզարշավի ընթացքում գումարած իհարկե սեփական կամ մոտավորապես սեփական կամ հարազատ լրատվամիջոցներ, որոնք ֆինանսավորվել են առասպելական չափի գումարներով եւ այդ գումարների մեծ մասը եղել են ստվերում։ Այսինքն այս ամբողջը մտցնել ընտրապայքարի մեջ, սա նշանակում է ոչնչացնել այն քաղաքական ուժերին, որոնք մաքուր ծագման են, մաքուր գաղափարական ծագման, հանցագործներ չկան այդ քաղաքական ուժերի մեջ եւ առավել եւս չկան հանցագործ սև կամ ստվերային փողեր։ Այդ մրցավազքի մեջ բնականաբար այն փոքր ուժերը պետք է հավաքեին այնքան փոքր ռեսուրսներով ուժերը, ինչի մասին խոսեցինք մենք, չէ, անցած հաղորդումների ընթացքում։ Մինչև ասենք թե 2, չգիտեմ, մի քանի տասնորդական տոկոս։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։